Նիկոլ Փաշինյանը չէր, ձեր մեծամասնությունը հիմա ինոագենտ կլինեին։ Լրագրողներին ուղված մեղադրանքների հարցում իր կուսակցապետից հետ չի մնում Ալեն Սիմոնյանը, միայն թե արժանանալով արձագանքի ճեպազրույցը թողնում է անավարտ ու հեռանում։ Իսկ կարող է քո ասուլիսն, արիստեղ ասուլիս դուր, արիստեղ կանգնի, շարունակեք իրան հարցեր տալ։ Շնորհակալություն։ Երբ դեռ կրքերը չէին բորբոքվել, 5 րոպեի ընթացքում Սիմոնյանը հասցրել էր մի քանի հարցի անդրադառնալ։ Կան տեղեկություններ, որ հայ գործարարները խնդիրների են բախվում Ռուսաստանում։ Ինչ է մտածում իշխանությունը։ Սիմոնյանն ասում է, բոլոր խնդիրները կքննարկվեն, կլուծվեն։ Մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու։ Ալեն Սիմոնյանի վերջին հեռախոսազրույցը Վալենտինա Մատվիենկոյի հետ պարզվում է անձնական բնույթի է եղել։ Ապրիլի 7-ին շնորհավորել է գործընկերոջ ծննդյան օրը, իսկ արդեն հաջորդ շփումը նախատեսված է Ստամբուլում։ Ապրիլի 16-ից 19 Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիայում կմասնակցի Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին, որտեղ բացի Մատվիենկոյից կհանդիպի նաև Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտոնակիցների հետ։ Թուրքիայի մեկ այլ քաղաքում Անտալիայում ապրիլի 17-ից 19 կհավաքվեն դիվանագետները։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն Անտալիա կգնա, ինչպես նախորդ տարի։ Ես Անտալիա չեմ գնա։ Անտալիայի դիվանագիտական ֆորումին կլինի ներկայություն, կիմանաք ինչ մակարդակով, ոնց եւ երբ։ Օրվա ընթացքում արտգործնախարարությունը հայտնեց, որ Անտալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին այս պահին հաստատված է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի մասնակցությունը։ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները կան, մնում է իրագործվեն, մեր կողմից որևէ խնդիր չկա, վստահեցնում է Ռուբինյանը։ Մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը եւ այս առումով հնդակը մեր դաշտում չէ։ Իսկ ապրիլի 24-ին կառավարական պատվիրակությունը Ծիծեռնակաբերդ այցելելու է, Ռուբինյանն ասում է այնտեղ լինելու է, ամեն տարի էլ լինում է, եթե երկրում է։ Ինքան եք փչել ես ուրացում, ես իմ ինչ դավաճան, այս ինչ են, ինչ որ ինքներդ սկսել եք այդ աբսուրդներին հավատալ, հա։ Զուտ որ այլևս առաջնահերթ Շատ լավ։ Սիրելի Նարեկ, Ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև առաջնահերթություն չի եղել մինչև 98 թվականը, Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին։ Բայց դա չի նշանակում, մի բան է, երբ որ դու մի բան դնում ես քո թոփ առաջնահերթություն, որպես միջազգային քաղաքականության մաս։ Մեկ այլ բան է քո հիշատակի օրը։ Իսկ Ռուսաստանի ու մասնավորապես գազի գնի հարցում ազգային ժողովի փոխնախագահը լավատես է։ Բայց ինչի պետքա գազի գինը թանկանա։ Չէ, մի վայրկյան ինչի պետքա թանկանա։ Մի վայրկյան ես ձեր հետ չեմ, Ռուսաստանի Դաշնության նախագահը նման ակներ չի արել։ На сегодняшний день, вы знаете, Եվրոպայում գազի գինը ներկայումս կտրուկ աճում է, հասնելով 1000 խորանարդ մետրի համար $600-ից ավելի։ Մինչդեռ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 1000 խորանարդ մետրի համար $177.5. Տարբերությունը զգալի է։ разница существенна. Դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը պետք է, չգիտեմ, ինչ-որ պայմանավորվածություններ չկատարի, թշնամական գործողություններ կատարի, ինչի համար։ Ինչպես Ալեն Սիմոնյանի դեպքում, Ռուբինյան լրագրողներ ճեպազրույցը եւս անցավ լարված մթնոլորտում։ Մի ընդհատեք ինձ։ Ազգային ժողովի փոխնախագահը որոշել էր խրատներ տալ մեդիայի ներկայացուցիչներին։ Ցավում եմ, որ իմ մայրիկը ձեզ լավ չի դաստիարակել, բայց ինձ լավ է դաստիարակել։ Հիմա անցեք հաջորդ շարժը։ Հիմա լրեք, հա, մի հատ լրեք։ Անցեք, լրեք, հա։ Մարիա Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։